Անուն Հոր և Որդու և Ոգու Սրբու ամեն։ Մենք անցած անգամ խոսեցինք առաքինության մասին, որպեսզի մի քիչ չարից չխոսենք, որտեղ ամբողջը չարիք էր։ Այսօր էլ եմ ուզում խոսեմ նորից առաքինությունների մասին, երանիների մասին։ Այսինքն թվարկելու եմ Սուրբ Գրքի մեջ, որտեղ որ նշված է, որ երանի սրան, երանի նրան, ամբողջ Սուրբ Գրքի, 5 և նոր կտակարանների մեջ։ Եվ ամեն տողը կարդալուց խորը հասկանանք, որ ոնց անենք, որ մենք լինենք, քայլենք այդ երանիների ճանապարհով, լինենք այդպիսին։ Գնացինք։ Երանի էլ է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում։ Սաղմոսների մեջ Դավիթ մարգարեն է գրում։ Եվ ինչ որ գրում է, մենք վաղուց անդադ ասել ենք, ովքեր որ ասում են, թե մարգարեները, թե թագավորները, դատավորները, որոնք որ Աստծունն են, առաքյալները, աշակերտները, բոլորը Քրիստոսի խոսքերն են։ Իրանք իրենցից ոչինչ չեն ասում, որտև Պետրոս առաքյալն է, Պողոս առաքյալն է, ասում են մենք ոչ մեկից ոչ սովորել ենք, ոչ էլ։ Այն հոգին է, որ Քրիստոս տալիս է, որ այդ հոգով խոսում ենք, որտև իրանք չգիտեին այդ ամենը ինչ որ իրանք սկսեցին խոսել ու թղթերը գրել։ Քրիստոսի հոգին է, Սուրբ հոգին է, նաև Սուրբ Աստծո Սուրբ հոգին է եւ հասնում այդ իմաստությունը տալիս եւ բոլորը դրա համար այդ խոսքերը իրար հետ կապվում է 5 եւ նոր կտակարանների, իրար լրացնում են։ Հիշում եք անգամ անցած անգամ, նախանցած անգամ ասեցի, որ հենց այնպես ոչ մի բան ասված չի։ Քրիստոսը ասեց, ես եկա, որ այդ 5 ծածկվածները բացվեն։ Եվ քանի որ Քրիստոսին չեն ընդունում, 5 ծածկվածները տենց փակ մնում են։ 5 ծածկվածների մեջ որ ասեց ակն ընդակն, հա, ատամ ընդատամ, իսկ մարդիկ որ Քրիստոսին չունեն, առանց հասկանալու բռնում են, վրեժը լուծում են։ Եթե մեկը մեկին սպանում է, հա, ակն ընդակն բռնում են, նույնն էլ իրանք էին անում։ Բայց որ Քրիստոսով գալիս ենք, Քրիստոս չեկավ այդ 5-ը քանդեր, ասեց ես չեկա օրենքը քանդեմ, ես եկա կատարեմ ու լրացնեմ։ Ինքը բացեց այդ գաղտնիքը։ Քրիստոսը հիշում եք ասեց, եթե ձեր աչքը գայթակղեցնում է, անեք գցեք, եթե ձեռքն է գայթակղեցնում, կտրեք, հեռացրեք, ավելի լավ է մի ոտանի, մի ձեռանի կամ մի ակնանի մտնեք երկնքի արքայություն, քան թե ամբողջ մարմնով կորչեք։ Բայց այդտեղ էլի խորհուրդը ուրիշ է, որ եթե մեր աչքը գայթակղեցնում է, որ տեսնենք մեղսալի բաներ, հա, տեսակ ֆիլմեր, կինոներ, հա, որ մարմնական կրքեր են առաջացնում, այսինքն հանել գցելը նա է, որ մեզ կտրենք ու էլ չնայենք, բրծնենք այդ նայելուց։ Դա է աչքը հանելը։ Եվ դա գալիս կապվում է նրա հետ, ակն ընդակն։ Երբ որ աչքը քեզ գայթակղեցնում է, դու կարողանաս այդպես հանես։ Նույն եւ մնացածը, եթե ձեռն է մեղ գործում, այնպես անենք, որ այդ ձեռը էլ մեղ չգործի։ Ոչ թե միանգամից շատ տենց ճյուղեր կային, հա, ճիզվիտները, բաները, որ իրանց անդամները կտրում էին, մեղքի բաները սաղ կտրում էին, բայց դա արդեն մի շեղվածություն է։ Դա կարող է լինի հատուկ կենտ կատարյալների մոտ։ Դա ամենամեծ կատարելությունն է։ Հիշում եք, տենց բան կար, որ թագավորը Գույսին ասեց գեղեցիկ աչքեր ունես, սիրահարվեց, եկավ բանտում, աչքը հանեց գցեց միանգամից, որ չգայթակղվի, թագավորը չկար, թագավոր գնաց, բայց տեղում Քրիստոսը աչքը աճացրեց նորից, որ ինքը տենց, դրանք բարձրագույն կատարելության բաներն են, որ շատ քչերին ում Աստված պարգևել է նրանց հասնել։ Հիմա նաև Երանի որ ասցինք սաղմոսների մեջ, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից ու գիշեր ցերեկ խորում է նրա պատվիրանների մասին։
Այ միշտ մեր մտքում պետք է լինի այդ պատվիրանները, լինենք քաղաքում, փողոցում, քայլենք, տանը, ճաշելիս, մեր միտքը միշտ պետք է մտազբաղ լինի երկնային այդ իրողությունների շուրջ։ Նա նման ասում կլինի ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որի պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափի ու ամեն բան ինչ էլ որ անի կհաջողվի նրան։ Եվ իրոք որ Աստծո տենց հավատքով մարդ քայլում է այս ամբողջ իր կյանքում մարմնավոր, ինչ գործել բռնում է որ հաջող պետք է լինի Տիրոջը, հաջողվում է իրեն։ Ու թեթև, շատ հեշտ, անգամ աշխարհիկ գործերի մեջ այնքան թեթև է լինում, ինքը չի էլ իմանում որ աշխարհիկ գործերի մեջ խրված է։ Աստված չի էլ թողում որ բերեն մեղքերը բարդեն իր վրա։ Եվ դրա համար նման է լինում նրան, որ ամեն ինչ հաջողվում է իրեն։ Երանի նրան ում մեղքերի թողություն տրվեց եւ ում բոլորի հանցանքները ծածկվեցին։ Էլի Սաղմոսների մեջ։ Այս նույն բանը հետո Պողոս Առաքյալն է ասում։ Այսինքն 5 տակարանում շատ բաներ կրկնվում է, նրանք ոնց որ ասում է երկուսի վկայությունը հաստատուն է, ճշմարիտ է, դրա համար միշտ շատ բաներ կա, որ երկու անգամ կրկնվում է։ 5 տականից մեկը տեսնում ես նոր կտակարանում ասվում, կամ երկու տեղ 5 տակարանում, կամ երկու տեղ նոր կտակարանում, հա, տեսեք Քրիստոս շատ տեղեր ասում էր ճշմարիտ ասում եմ ձեզ։ Ինքը մի հատ ճշմարտությունը վկայում էր Հայր Աստծո կողմից, մի հատ ճշմարտությունը վկայում էր իր կողմից, որ երկուսի վկայությունը ճշմարիտ է։ Դրա համար երկու անգամ ճշմարիտ էր ասում։ Խորհուրդներ կա շատ հետաքրքիր էլի։ Երանի այն մարդուն, որին Տերը այլևս մեղավոր չի համարում, եւ որի բերանում նենգություն չկա։ Տեսեք, գանք այդ երանության մեջ ընկնենք, որ մեր մեղքերը մեղք չհամարի, այսինքն, որպեսզի այդ մեղքերը մեղք չհամարի, պետք է նախ այդ հին մեղքերից վերջնական կտրվենք, հա, զղջանք, ապաշավենք, ապաշխարենք եւ խոստովանենք, այդ հին մեղքերը մեղք քեզ չի համարի, բայց ես չպետք է գործենք, պետք է կտրվենք այդ մեղքից։ Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի այն ժողովրդին, որ իր համար նա ժառանգություն ընտրեց, էլի Սաղմոսների մեջ։ Երանի տենց ազգերի, եթե կան, եթե մեզ պատգամել էր և մեզ նվիրել էր, հա, որ մենք լինեինք իր ազգը, որ մեր Տեր Աստվածը հենց Տեր Հիսուս Քրիստոսն է, Սուրբ Երրորդությունն է, երանի տենց մնայինք, ցավոք սրտի տեսնում ենք, որ շատ, չգիտեմ, ինչքան Աստծո աչքի առաջին ինչքան է մնացել, բայց փառք Աստծո, որ նայում ես էլի մեր եկեղեցիներում, որ մասնակցում են պատարագներին, ժամերկություններին, Տեր, երևի դու գիտես, արդարներ կան, եւ երանի թե երանիների մեջ լինենք, այդ երանելի ազգ լինենք, հա? Երանելի է այն մարդը, որ հույսը դրել է նրա վրա։ Եվ մեր հույսը միշտ Տիրոջ վրա դնենք, միշտ երանելիության մեջ կլինենք։ Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնության ու սուտ մոլորության ուժ չի դարձնում։ Երանի նրան, ով մտածում է աղքատի եւ տնանքի մասին, փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տեսեք, ես մեջ բերում անեմ մեղա Աստուծո, իմ կողմից ոնց որ մի երանի այն մարդուն, որ ուրիշի ցավը զգում է, եւ այդ ցավը իր ցավն է համարում, որ ուրիշ փոքրիկ երեխայի ցավը իր ցավն է համարում, անգամ կապ չունի ինչ երեխաներ են։ Հիշում եք Սիրիայում ինչքան երեխաներ մահացան, Գազայում ինչքան երեխաներ մահացան, եւ եթե Տիրոջով լինենք, անգամ ցավում ենք, թեկուզ իրանք իսլամ են, հա, արաբները, բայց այդ փոքրիկ երեխաները, որ տենց սպանվում էին, ցավ ենք ապրում էլի։ Եվ այդ նույն ցավը
ճիշտ է, Աստված ցավ չի զգում, բայց նաև հոգեպես այդ ցավը ապրում է լավ։ Դրա համար այդ երեխաներին մինչև մահանալը, որ շատերը որ անմեղ են երեխաները, Քրիստոս ինքը հայտնվում էր Տիրամոր հետ միասին, Տիրամայրն էլ էր հայտնվում։ Եվ այդ երեխաները հավատում էին այդտեղ արդեն միանգամից թե Տիրամորը, թե Հիսուս Քրիստոսին, ու իրանց արյամբ մկրտվում էին որպես քրիստոնյա, որ նրանց հոգիները Քրիստոս փրկեր։ Եվ տեն շատ երեխաների կփրկի, որտեղ Աստված արդար է, ինքը տենց հայտնվելով է փոխում մարդկանց։ Նաև շատ զինվորներ, որ գնում են պատերազմի, հա, պատանի հասակում, որ անգամ մկրտված էլ չեն, էլի շատ որոշներին, ով Աստված գիտի ում, հայտնվում է Տերը։ Ու իրանք հավատում են, արդեն այդ մանալու ժամանակ էլ հավատում են, իրանց արյունով նահատակված մկրտությունը համարվում, էլի հայրերն են գրում։ Երանի բոլոր նրանց, ովքեր բնակվում են Տիրոջ տանը, նրանք հավիտյանս հավիտենից պիտի օրհնեն քեզ։ Տարբեր կետերով կարանք բացատրենք, հա, Տիրոջ տունը։ Նու առաջինը երկնքի արքայությունում, Աստծո արքայությունում, երկրորդը որ իշտում ենք երկիր, հա, Տիրոջ տունը, Տիրոջ եկեղեցիներն են, որտեղ ասեց իմ հոր տունը, աղոթքի տունը, ովքեր միշտ իրենց միտքն էլ, մարմինն էլ, հոգով, միշտ գնում են աղոթքի։ Նաև Տիրոջ տունը դառնում այն տները, մեր մնակվելու տները, որտեղ որ աղոթքով են, Աստված օրհնում է այդ տները, նորից դառնում է Տիրոջ տուն, որտեղ ամեն մարդ իր տունը կարա դրախտեր սարքի, Տիրոջ պատվիրանները պահելով։ Եվ վերջապես մի տուն էլ, որ մեր ներսի տունն է, որ մեր ներսում միշտ Աստծո հետ ապրում ենք, Աստծով ենք շարժվում, դա էլ է տուն դառնում։ Երանի այն մարդուն, որի օգնությունը քեզնից է, և որը մտքում դրեց ելներ տրտմտության հովտից, այն վայրը, ուր ուխտ արեց։ Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնությունը, Տեր նա քո երեսի լույսով պիտի ընթանա։ Երանի թե լինենք տենց ժողովուրդ, որ հասկանանք վերջապես, որ Տերն է մեր օրհնությունը, ոչ թե այլակրոն, կամ հեթանոսություն, կամ անավատություն, էլ չեմ ասում ավելի չարահավանություն, սատանայի պաշտություն, ցավոք սրտի աշխարհը գնում է դրան, Քրիստոսին միշտ կտրում ուզում է հեռացնի, ինչպես խաչեցին 2000 տարի առաջ, նույն ձևի մենք խաչում ենք։ Եթե մենք մեղք ենք սիրում ու մեղքի մեջ հարատևում ենք, մենք այդ խաչողներն ենք, մենք այդ գամողներն ենք։ Իսկ եթե ուզում ենք, երբ որ խոցը ծակեց եւ հավատքի եկավ, հա, Տիրոջ արյունը, որ ցողեց նրա աչքին, կույր աչքին ու կույր աչքը բժշկվեց, բայց մենք որ տես բժշկվենք, որպեսզի լինենք Քրիստոսի մարտիկը եւ պատրաստ լինենք Քրիստոսի համար միշտ նահատակվելու։ Ներսով Աստված տեսնում է, ով է պատրաստ, որ ամեն պահի իր համար կյանքը կարող է տա, որտեղ գտնելու է ճշմարիտ կյանքը, մտնելու այդ ճշմարիտ կյանքի մեջ։ Երանի այն մարդուն, որին խրատում ես դու Տեր, եւ օրենքները նրան սովորեցնում։ Էլի Սաղմոսների մեջ է, եւ շատ հետաքրքիր է։ Այստեղ շատ հոգևոր նուրբ բան կա, որ ամեն մարդ պետք է գտնի Աստծո հետ հարաբերվելու այդ կապը, որ Աստված իրեն սովորեցին։ Հիշում եք Դավիթ մարգարեն ասում էր գիշեր, գիշերի ցուցանե ըստ գիտություն։ Այսինքն, երբ որ մարմինը ննջում է, քնում է, հա, սենց ասեմ, հոգին սկսում է արթնանալ, ավելի արթուն վիճակում է լինում, պատրաստ սպասում է Տիրոջը։ Նաև աղոթքի ժամանակ հոգիդ ոնց որ մարմինդ ոնց որ մարիկ, հանգիստ խաղաղության մեջ, բայց հոգիդ է արթնանում եւ աղոթքով ուշադիր, զգոն, իմաստունը սպասում է Տիրոջ ձայնին։ Այն իմաստունը Տիրոջ ձայնը ճանաչում է եւ Տիրոջ հետ կապվում է։
թե արթուն վիճակում լինի, թե քնած վիճակում է լինի։ Եվ Տերը սկսում է խրատել, անգամ մեղքերն է սովորացնում, որ սա մեղք կա, սա մեղք կա, սա մեղք կա։ Եվ ոչ միայն մեր տան ներսի մեղքը պետք է մաքրենք, նաև տան շրջապատի մեղքն է պետք է մաքրենք։ Այսինքն, երբ որ տեսնում ենք դրսում մեղքեր, պետք է խրատել, սովորացնել, որ սա ճիշտ չի, սա սխալ է, դուրսն էլ պետք է գործի ներսի մարդը։ Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից և խիստ կամեցող է նրա պատվիրանների։ Տիրոջ երկյուղը միշտ պետք է ուղեկցի մեզ։ Երբ որ կբարձրանանք, կմտնենք կատարելության սիրո մեջ իր, նոր երկյուղը դուրս կգա, բայց մինչև ննջել այդ երկյուղը միշտ պետք է ուղեկցի մեզ։ Ոչ մեկ չասի, որ Աստծուց ինչի պիտի վախենանք։ Հենց միայն Աստծուց պետք է երկյուղ ունենանք, ուրիշ ոչ մեկից, ոչ մի թշնամուց, ոչ երևացող, ոչ չերևացող, ոչ դևերից, ոչ չգիտեմ ինչ զորություններից, Տիրոջ երկյուղը, որի մեջ նաև սեր կա։ Տիրոջ երկյուղը մեզ կտանի դեպի Տիրոջ սիրո սենյակը։ Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել և ընթանում են Տիրոջ օրենքով։ Երանի նրանց, ովքեր հետևում են նրա պատվիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտրում են նրան։ Երանի բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ընթանում նրա ճանապարհներով։ Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է, նաև երանի այն ժողովրդին, որի Տերն Աստված է։ Հիշում եք Թոմաս առաքյալը ասաց, դու իմ Տեր իմ Աստված, երբ որ ձեռքը դիպեց կողին, նոր ծնկի եկավ, ասաց դու ես իմ Տերը և Աստվածը։ Այս վկայությունները Սուրբ գրքով, որ սաղ բերում ենք, միտեղ Տիրոջը ասեցին բարի վարդապետ, ասեց ոչ մեկ բարի չի բացի Աստված։ Մի ուրիշ տեղ արդեն ասում է ես եմ բարի հովիվը, այսինքն ես այդ Աստվածն եմ։ Եվ երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կստանա։ Երանի այն մարդուն, որ Աստծու հանդեպ երկյուղացության պատճառով արամարում է ամեն բան, բայց խստասիրտ է չարիքների մեջ կընկնի։ Այս ամեն բանը, որպեսզի էլի չգայթակղվեն, ամեն մեղքաբան, ինչ որ մեղք կա ծնում։ Մեր աչքերը, մեր մարմնի ցանկությունները, տեսակ նյութը, շատերի մոտ տեսեք նայում են սիրուն մեքենաները, թանկարժեք մեքենաները, մեկը թանկարժեք տները, մեկը թանկարժեք զգեստները, տարբեր այդ աշխարհի այդ նյութական բանը, որ պետք է արամարենք դրան, որտեղ պարզապես պետք է ծածկ ունենանք, մերկ չլինենք, կերակուր ունենանք, սոված չլինենք և գլխի ծածկ ունենանք, որպեսզի դրսում չլինենք։ Պետք է բավարարվենք դրանով, երբ որ արդեն շատ բաներ ենք ցանկանում, դրանք տանում են դեպի մեղք։ Երանի քեզ երկիր, որ թագավորդ ազատորդի է, և իշխաններդ էլ ուտում են ժամանակին ուժի համար և չեն ամաչելու։ Ազատ որդին, տեսեք միտեղ ասում է Աստծու ծառան Տիրոջ ազատն է։ Նաև հակառակը։ Որ երբ որ Աստծուն ծառայում ես, ծառա ես դառնում, դու դառնում ես Տիրոջ ազատը, Աստծու ազատն ես, ու դառնում ես իր որդին։ Եվ երանի թե տենց լինենք։ Եվ միայն քրիստոնեության մեջ է Քրիստոս ասում, դուք իմ եղբայրներն եք, դուք իմ քույրերն եք, դուք իմ մայրն եք, դուք իմ ընկերն եք, բարեկամն եք, և ոչ մի այլակրոն նման բան չի ասվում։ Առավելապես այդ իսլամը, որ միշտ ծառա ստրուկի տեղ է դնում։ Եվ պետք է չի համարել նրան, որտեղ մի կրոն կա ընդհանուր։ Երկնքից Քրիստոսը իջացրեց այդ կրոնը, Աստված ինքը իջացրեց այդ կրոնը։ Այդ մի կրոնն է։ Եվ ով Քրիստոսին չի ընդունում, միշտ շեղված մոլորության մեջ է։
ինչպես ողջ հրյա ճակերտավոր, հրյա չեն, իրանց ուդայականության մեջ են, որտեղ մնացին 5 տակարյան ուսմունքի մեջ, հա, որ Քրիստոսով պիտի բացվեր, չեն գալիս Քրիստոսին, իրանց համար միշտ փակ է մնալու, դրա համար գնում երեխային սպանում, էս են անում, են անում, մնացել են հին գաղափարների մեջ, սենց ասեմ, որ հիշում եք, որ ասում եք կգնաք, ոչ մեկի չխնայեք, մանուկներին կկոտորեք, էս կանեք, են կանեք, Հեսուին, Մովսեսին, մյուսին, հիմա ոնց որ ջհուդները գնում են ու կոտորում են այդ երեխաներին, բայց երբ որ Քրիստոսին գային, այդ խորհուրդները կհասկանային, որ այդ անունները, որ տալիս էր, դրանք մեղքի էություններ են, որ այդ մեղքերը մեր մեջ սպանենք, մինչև մանուկ սպանենք, որ այդ մեղքը նորից չծլի ու չծաղկի ու պտուղ չտա մեղքի։ Քրիստոսով դա բացվում է, դրանք խորհուրդներ են, բայց քանի չեն ընդունում Քրիստոսին, դրանք տենց էլ մնալու են։ Դրա համար էլ պատերազմներ ա լինում, կոտորածներ ա լինում, մանկասպանություններ ա լինում եւ այլն։ Երանելի է, տեսեք, այս որ նոր ասացինք, թագավորը ազատ որդի է, այսինքն երբ որ թագավորը, երկրի ղեկավարը, սենց ասեմ, երբ որ Աստծու որդի է, արդեն ինքը իր իշխաններին այնպիսի իշխաններ է կարգում, որ ոչ թե վազում են ուտել խմելու, միշտ ժամերով սեղանների շուրջ անցկացնելու, աշխատում են դրա համար, այլ թեթև ուտում են, որ ուժ ստանան, որպեսզի ճշմարիտ աշխատանք տանեն ժողովրդի մեջ։ Ցավոք սրտի չենք էլ տեսել այս 36 տարի անկախ տարիներին, էլ չեմ ասում նաև երևի ժամանակներն է, բոլոր դարերում, եւ բոլոր ազգերի մեջ է, մենակ մեր ազգի մեջ չի։ Երանի այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով եւ խոցված չէ մեղքի հարուցած տրտմությամբ։ Ասեք մեր ինչքան զսպենք մեր լեզուն, կմտնենք այս երանության մեջ։ Երանի այն մարդուն, բայց ոչ մեկ չենք կատարում, որ sense կարդում ենք, ոչ մեկի մեջ գրեթե չկանք, որտեղ մենք խոսում ենք շատ, լսում ենք շատ անկապ բաներ, որ չպետք է լսենք, այս աշխարհի նորությունները, որ մեր մեջ էլի բողոքի կրքերը առաջացնում, դի կտրվենք դրանցից, եւ որ կտրվում ես, սկսում ես դու արդեն քիչեր խոսել ու ցածր խոսել։ Եվ Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը եւ ոչ ով չի կորցրել իր հույսը, Սողոմոնի Սիրակի իմաստության մեջ է ասում։ Երանի նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզվով չի սխալվում եւ չի ծառայում մեկին, որ անարժան է իրեն։ Սեք էլի տեղ կա, չի ասում, իմաստուն կինը տիրոջ պարգևն է, բոլոր գանձերից առավել գանձը, որտեղ երբ որ անարժան մեկի հետ ես, դու սկսում ես ծառայել այդ անարժանին ու այդ ծառայությամբ գնալու ես ավելի մեղքերի մեջ։ Այնպես որ շատ ավելի մեծ գանձ է իմաստուն կինը։ Երանի այդ ամուսիններին, ովքեր իմաստուն կին ունեն, հա։ Երանի նրան, ով իմաստություն գտավ եւ այն կպատմի լսողների ականջին։ Տեսեք, երբ որ հոգևոր առումով մարդ իմաստանում է, պետք է պատմի նրանց, ովքեր լսում են, ովքեր չեն լսում, բանի տեղ չեն դնում այդ խոսքը, պետք չի իրանց պատմել, եւ դրա համար ասում, քեզանից բան ուզողին տուր, եթե չեն ուզում, պետք չի տալ, այդ բանը հենց հոգևոր կերակուրն է, նաեւ խոսքն է, որ պետք է ուզում են նոր տուր, անտեղի մի շռայլի, հա, անցած կիրակ էր, չէ, մարգարիտները խոզերի առաջ չգցել, թե երեք էր, բանը, այսինքն, երբ որ այդ կարիք ունեն ուզում են, դու տուր, բայց որ չեն ուզում, մի տուր, կամ թեթև տեսնում ես, որ հոգևոր առումով, որ ստեղ կարող է տենց լինեն, մի թեթև խոսք ես ասում,
Այն ուզողը միանգամից հասկանում է, սկսում է ուզել։ Երանի այն մարդու, որ կվախճանվի իմաստությամբ, կխոսի իր բանականությամբ և իր մտքով կթափանցի նրա գաղտնիքների մեջ, սիրակի իմաստություն էլի։ Այսինքն, եթե գտանք այդ իմաստությունը, պետք է պահենք սրբությամբ, մինչև մեր ննջելը։ Եվ իրաններն, ով ննջի հենց այդպեսին, որտեղ կարող է վերջի պահին, ակա վերջի օրը թեկուս, միանգամից ընկնին հենց մեղքի մեջ, որ չարը իր անքով դևերն կգան կպահանջեն այդ հոգին, որ տանեն դժոխք։ Դրա համար սրբերը, որ ննջում էին, մինչև վերջին աչքերը փակելու բա, ասում էին, մենք Տիրոջ այցն ենք, մեզնից ինչ սուր կամ ինչ ոչխար, խոնարհության մեջ էին, որտեղ հենց մի փոքր բառ ասեին, չարը միանգամից այդ բառից բռնում է։ Օրինակ այն Աբա սրբերից հիշում եք, որ երգում ենք, Աբա Մարկոս, որ երգում ենք, այն վերջի արտահայտած բառը համարել էին մեղք ու վիճում էին հրեշտակների հետ, այդ բառի համար, որ հպարտություն է թված է, բայց 90 տարի ճգնել էր, ոչ մարդ վերես էր տեսել, ոչ էլ։ Եվ դրա համար այդ խոնարհությունը պետք է տանի, որ մտցնի այդ սիրո մեջ։ Երանի բոլոր նրանց, ովքեր սպասում են Տիրոջը։ Երանի այն մարդը, որին Տերն է ուղղում երկրի վրա, ուստի հոբ չհրաժարվես ամենակալի խրատից, հոբին։ Երանի բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան, Եսայի մարգարեն է ասում։ Երանի նրան, ով զավակ ունի Սիոնում և ում տնեցիները Երուսաղեմում են։ Հետաքրքիր է, չէ՞ շատ, ինչքան լավ է, երանի այդ մարդուն, նավ զավակ էլի տարբեր կետերով կարող ենք բացատրել, որ հոգևոր ինքը ծնել է զավակ, անգամ իր ներսի, նաև մարմնավոր զավակներ էլ, որ դաստիարակել է, որ բնակվեն Սիոնում, Աստծու տաճարում, և իր տնեցիներն էլ բնակվում են, հա, Երուսաղեմում, վերին Երուսաղեմ մասին է խոսքը, պատկերացրեք ինչքան երանություն է, որ Աստծու կամոք եթե արժանացնի մեզ գնանք այդտեղ ու տեսնենք մեր տնեցիները այնտեղ են, և դրա համար այդպես պետք է ապրենք, որպեսզի Աստված նրանց էլ արժանացնի, անգամ ննջեցյալներին, էլի որտեղ տենց վարքեր կան։ Երանի նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մոտ, որ ոտք են դնում եզն ու էշը։ Ինչ հետաքրքիր է եզն ու էշը, հա։ Եզն էլ էլի խորհուրդ ուներ, հիշում եք, եզն էլ էլի ավետարանիչներից մեկի կերպարն է, եզը խորհուրդն էր, բանող եզի պես, որ այսինքն հոգևոր առումով այնքան ենք մենք բանում մեզ, հոգևոր աշխատում մեր վրա, որ այդ եզի նմանվում ենք։ Էշն է, որ խաչը կրենք մեր վրա։ Տեսեք, Քրիստոս էշի վրա մտավ Երուսաղեմ, և ուրիշ ոչ մի կենդան, էշն ու աղանակն էին, շատ հոգևոր էլի խորհուրդ ունի այդ էշը։ Այսինքն մենք էշի պես մեր խաչը պետք է կրենք, քրիստոնեական այդ խաչը պետք է կրենք, որ բարձրանանք դեպի վերին Երուսաղեմ։ Երանի հոգով աղքատներին, արդեն մտանք նոր կտակարան, հա, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Տեսեք, երկիրը պետք է ժառանգեն։ Երկրորդ գալուստը Տիրոջ որ լինելու է, երկրագունդը չի վերել, աշխարհը, որ աշխարհի վերջն է լինելու, ոչ թե երկրագունդն է վերելու, այլ ամբարիշտներն է վերացնելու միանգամից։ Ասում արդարներն են լինելու թագավորներ ու դատավորներ։
Նաև դրա համար հեզերն են ժառանգելու այդ երկիրը։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Միտեղ ասում է սրտից է գալիս կյանքի ելքը։ Սողոմոնի իմաստուն։ Իսկն այդ ելքը դեպի փրկություն մեր սիրտը պիտի մաքրվի։ Տիրոջ օգնությամբ միշտ պետք է խնդրենք, որ սրտով տեղ չունենա ոչ մի ամբից բան, որտեղ եթե մտքով մեղք ենք գործում, հա, անգամ մտքով շնանում ենք։ Քրիստոսը ասեց, մտքով տեսար շնացար, արդեն քո սրտով շնացար։ Այսինքն Պողոս առաքյալը նաև ասում է, թե մտքի, թե լեզվի բաները սրտից է գալիս։ Այսինքն մեր սիրտը դեռ մաքուր չի։ Երբ որ միտքը լրիվ մաքրվի, լեզուն էլ հետը, սիրտը մաքուր է արդեն, որտև տեղից է դուրս գալի այդ ամեն ինչը, սրտից է դուրս գալիս բերանից ամեն ավելացած խոսքը։ Եվ դրա համար մենք պետք է աշխատենք անընդհատ, մեր մտքի խնդրենք անընդհատ, որ միտքը մաքրի, մանավանդ գիշերները քնելուց առաջ պետք է աղոթք անենք ու շատ խնդրենք, որ միտքը մաքրի, որտեղ միտքը ավելի շատ բխտորվում է հենց գիշերը անկողնում։ Եթե դա Աստծո ողորմությամբ բրցնենք, լեզվից ու մտքից, իմացեք կատարյալ եք, ասեց ով որ լեզվով չի մեղաչում, նա կատարյալ մարդ է։ Ամենաթույլ տեղերն են դրանք։ Երանի խաղարարների, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Տեսեք, մեզնից հետ քրիստոնյան իրենից ինչքան որ կախված է, բոլորի հետ պետք է խաղաղություն անի։ Եթե միտեղ վեճի տեղ է ու չարի ինչ-որ մթնոլորտ կա, իշխանություն, ինքը պիտի փախչի տեղից պարզապես, որ չընկնի ոչ վեճերի մեջ, ոչ բարկությունների մեջ, ոչ հայոյանքների մեջ, որտեղ ոչ պետք է լսել, անգամ տեղից պետք է փախչի։ Եվ դառնանք որպեսզի Աստծո որդիներ։ Ու միշտ խաղաղությունը Աստծունն է։ Չարինն է պատերազմ ու սպանությունը։ Երանի է ձեզ, երանի նրանց, որ հալածում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Եվ երանի թե հալածվենք, որպեսզի երկնքի արքայությունը ժառանգ լինենք։ Չպետք է տրտմենք, չպետք է բողոքենք, պետք է հալածվենք, պետք է փառք տանք Աստծուն։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով, ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Բայց երանի է ձեր աչքերին, որ տեսնում են ու ձեր ականջները, որ լսում են։ Եվ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն։ Այսինքն Տերը ինչ ասում է, պետք է հավատանք, առանց քննելու, պետք չի քննել, կատարել է պետք։ Տիրոջ պատվիրանները չեն քննում, կատարում են։ Եվ հավատքով են մոտենում Աստծուն, առանց հավատալու չես կարող մոտենալ Աստծուն։ Երանի հոգով աղքատներիդ, որովհետև Աստծո արքայությունը ձերն է։ Սա Ղուկասու ավետարանն է արդեն։ Երանի նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենան։ Երանի նրանց, որ այժմ լալիս են, որովհետև պիտի ծիծաղեն։ Երանի է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն, երբ որ ձեզ մերժեն, նախատեն ու մարդու որդու պատճառով ձեր մասին չար անուն անեն։ Ընդհակառակ պետք է հոգով ուրախ լինենք, որ մեր մասին չարախոսեն, ինչ ուզում են ասեն, որտեղ եթե դատարկ տեղն է, օդում գնում է, մեզի վնաս չի տալի, բայց նաև մեզ պետք է քննենք, կարող է դատարկ տեղը չի, մենք ինչ-որ մի բան ունենք, որ էլի մաքրվենք, ոչ թե միանգամից քարով հարված ենք, հակադարձ հարված տանք մյուսին, պետք չի, Աստված իրանց հետ,
Դա կարակը, տերների բան չի հասկանում։ Եվ այդ տերին բան չի հասկանումը պետք է։ Օրինակ տեսեք ես վերջերս Միքայել Սրբազանի, որ ասեց հասկանում են, դրա համար չեմ ներում։ Բայց դատավոր իրապես չի հասկանում, որտեվ դեր աղջինակ էր, հա, իրոք ինքը չի հասկանում։ Հա, հասկանում է հրաման տվողը վերևից, որ չարի ծառայա, բայց դրանք չեն հասկանում, պետք չի տենց ասել։ Ընդհակառակ ավելի լավ էր ասվել էլի տերների չեն հասկանում։ Եվ տենց ասեց, հիշում եք Պողոս Առաքյալին, որ Սարգսակը ներեց, ասեց տերների չեն հասկանում, բայց Պողոս Առաքյալը կանգնած էր, որ քարկոծում էին, չէ՞։ Ստեփանոս Սարգսակին, նախավկային, նախամարտիրոսին, հա, սպանեցին։ Եվ հայրերը բացատրում են, ասում են ինքը որ սրտանց ներեց, ասես տերների իրանք չեն հասկանում, ինքը ներում էր։ Ներելու պատճառով Սողոսը դարձավ Պողոս Սուրբ։ Ասում են, եթե ինքը չներեր, չէր դառնալու։ Դրա համար այդտեղ մեր ներելը ինչքան կարևոր է, որ մենք իրար ներենք։ Հիմա եթե չի ներվում, ես չգիտեմ ինչ կլինի այդ դատավոր աղջնակի հետ, բայց ճիշտը ներելն էր, որ թող փոխվի այդ մարդը։ Դա մեծ առաքինություն է, նույն ձևի Տերը խոցողին ասեց, հայրների չեն հասկանում, եւ դրա համար այդ խոցողը հետո դարձավ սուրբ ու նահատակվեց, քրիստոնյա դարձավ։ Բայց եթե չներեին, նույն ձևի Աբելը, երբ որ Ադամն ու Եվան գնացին գտան Աբելին, Աբելը փայտից խաչված էր էլի, Կայենն էր տենց արել ու խոցոտել էր սա, մահամերձ էր ինքը, բայց չմահացավ մինչև Եվան ու Ադամը գտան Աբելին, դա արդեն հայրերով եմ ասում, որտեղ Սուրբ գրքի մեջ չկա, Աբելը Ադամին ասաց, հայր, ների Կայենին, ինքը չի հասկացել ինչ անում։ Ճիշտ է, 40 օր հետո Կայենը գալիս է Ադամի մոտ, Ադամը անիծում է, թողում հեռանում։ Բայց առաջի նահատակ մարտիրոսն էր Աբելը, որ նահատակվեց եղբոր ձեռքով, էլի փայտից կախվեց, հա, բայց էլի ասեց ների իրան հայր։ Ինչքան բանա չէ, իրար նման Քրիստոսի խաչված, որ ներում էր խոցոտողին ու բանին, Ադամն ու Աբելը։ Երանի այն մարդուն, որի մեղքերը Տերը նրան մեղք չի համարում, Պողոս Առաքյալն ասում, հիշում եք, կարդացինք նոր Սաղմոսների մեջ էր, որ էլի Պողոս Առաքյալը նորից հաստատեց, Երանի նրանց, որոնց անօրենությունները ներվեցին եւ որոնց մեղքերը ծածկվեցին։ Էլի նույն ձևի Դավիթ մարգարեն էր ասում։ Երանի նրան, ով ճաշկ ուտի Աստծո արքայության մեջ, երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կհավատան։ Չէ՞, Պողոս, հիշում եք, Քրիստոս ասեց Թոմասը, որ տեսավ նոր հավատաց, ասեց երանի նրանց, ովքեր առանց տեսնելու կհավատան։ Եվ երանի նրանց, ովքեր ես աշխարհում ես մարմնավոր կյանքի մինչև վերջ անգամ չտեսնեն էլ, բայց միշտ հավատքով մնան ու պահեն, իրանք հետո կտեսնեն։ Հենց ննջելու օրը։ Պետք չի որ չտապել, այդ հավատքը պետք է մաքուր պահել ու այդ նավակը գնա հավատքի։ Բայց շատերը նաև տեսնում են, Աստված գիտի ում ցույց տա, ում երևա, որպեսզի հավատքը ավելի զորացնի, կամ բերի դեպի իրեն, շեղվածա, եւ դրա համար ամեն ինչը Տիրոջ կամքով լինի։ Ում համար էլ խնդրում ենք, թեկուզ մեր երեխաների, մեր ծնողների, մեր հարազատների, մեր սիրելիների, միշտ ասում ենք, Տեր քո կամքով լինի, կարող է ես ինչ ասում եմ քո կամքով չի, անգամ բժշկություն խնդրելը, էլի իր կամքով լինի, որտեղ կարող է իր կամքով չի, ինքը պետք է հիվանդ լինի։ Շատերին թողում է հիվանդ վիճակում, որպեսզի գան դարձի փոխվեն, ապաշխարեն, բայց մենք զոռում ենք, որպեսզի շուտ դավանա, այսինքն չապաշխարեն։ Դրա համար միշտ վերջում պետք է այդ կնիքը դնենք, Տեր քո կամքով թող լինի։ Ես ոչինչ չեմ ցանկանում։
մի բան Պողոս Առաքելը ասում է, հենց ցանկանում են բարին գործել, իմ մեղք արդեն իմ մոտ կա, չունեմ ցանկություն, քո կամքն ու Տեր դու ես, եւ երանի թե այն մարդուն, որ ամբողջովին իր կամքը հանձնում է Աստծուն, սա իմ խոսքն էր, եւ երանելի այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետեւ եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իր սիրողներին։ Եվ նորից վերջացնեմ այն երանիով, երանի նրան, ով դիմացինի ցավը զգում է։ Մեկի համար թեկուզ հեռու է, բայց տեսնում է, որ ներսով սկսում է ցավել, վայ այդ երեխային, ոչ որ երեխային, որ տեսանք, հիշում եք նկարը Սիրիայի, ծնողներին սպանել էին, գերեզմանների մեջտեղը պարկել էր, նկարել էր, մեկը տենց գերեզմանների մեջտեղն էր պարկել երեխեն, ծնողներին էր ուզում, մյուսն է իրան մամա էր նկարե կավիճով մեջն էր պարկել, որտեղ չկար կորել էր սպանել էին, ու այդ ցավը դու տեսնում ապրում ես, Աստված թող մեզ ուղեկցի իր օրհնությամբ և զորությամբ, մեզ խոնարհեցնելով, որ բերի մտցնի երանությունների և օրհնությունների տունը, ամեն։